Եվ նրան երկնքից երևաց մի հրեշտակ և ուժ էր տալիս նրան։ Նա տագնապի մեջ էր և ամբողջ հոգով էր աղոթում։ Եվ նրանից քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման, շիթ-շիթ գետին թափվելով։ Ավետարան ըստ Ղուկասի։ Մեր Փրկչի չարչարանքները շարունակվում են Գեթսեմանի պարտեզում։ Նրա հոգու տագնապը կրկնապատկվում է։ Նրա մարդկային բնությունը մահվան երկյուղում է գտնվում։ Ահա Հիսուսը խոնարհվելով տարածվում է գետնին և հեզությամբ երկնային Հորն է կանչում. «Հայր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ Որքան սաստիկ է տագնապում նրա հոգին մեր մեղքերի անտանելի ծանրության տակ, որը Հիսուսին դեպի Գողգոթայի խաչն է տանում։ Ահա կարծես մեր Փրկիչը տկարանում և թուլանում է և թվում է, թե մարդկության փրկության գործը խափանվում է։ Հիսուսին ոչ ոք օգնության չի հասնում։ Թշնամիները նրան հետապնդում ու հալածում են։ Ամենամտերիմ աշակերտները, որոնք կարող էին այս դժվարին պահին Հիսուսին մխիթարել, քնած էին։ Բոլորից լքված նա դիմում է երկնավոր Հորը, բայց մնում է անպատասխան։ Հիրավի մեղքերս այնքան ծանր են, որ մինչև իսկ Աստծո Որդին դրանք չի կարող տանել։ Բայց ոչ, Արարիչը կամենում է ինձ հավիտենական կյանք շնորհել